Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի միութենական պետությանը միանալու մասին հայտարարությանը ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է դուրս շպրտեն քաղաքական եւ հանրային դաշտից, ես համոզված եմ դա տեղի կունենա, նշել է նա։ Կայացրել ենք ռազմավարական որոշում, որ մեր հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողով կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։ Փաշինյանը նշել է, որ այս պահին ուզում են ստանալ առաջարկներ, նման խոսակցություն ունենք ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի եւ Հարավային Կորեայի եւ Ֆրանսիայի հետ։ 2026 թվականի հունվարի 1-ից հետվճարի սահմանաչափերը վերանայելու են, գործող 12%-ի փոխարեն սահմանելու են 20%, որը միջինում կբարձրացնի կենսաթոշակները 3000-ից 3500 դրամի սահմաններում, հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Հանրապետություն կուսակցությունը հայտարարություն է տարածել, նշելով, որ մասնակցելու է վաղ շաբաթ խոշորացված համայնքի հավաքանու նոյեմբերի 16-ի ընտրություններին, հավելելով, որ վաղ շաբաթը Գյումրի 2 չի դառնալու։ Մոսկվան սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրի վերաբերյալ առաջարկներին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռաբկովը։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ցավով տեղեկացնում է, որ 63 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է հայկական բռնցքամարտի լավագույն մասնագետներից մեկը վաստակավոր մարզիչ Պավլիկ Խարսլյանը։